Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունները, եկեղեցու իրավունքների ոտնահարման դեպքերը դատապարտել է Եվրոպայի կրոնական ազատության ֆորում (4F Europe) կազմակերպությունը։ X թերթում հրապարակվել է հոդված, որտեղ միջազգային փորձագետները հակաեկեղեցական արշավը կրոնական ազատության և սահմանադրական կարգի կոպիտ խախտում են որակել։ Հրապարակման մեջ նշվում է, Հայաստանում պետություն-եկեղեցի հարաբերությունները հասել են ճգնաժամային կետի, քանի որ իշխանությունները ձեռնարկել են եկեղեցու ինքնավարությունը սահմանափակող աննախադեպ քայլեր։ 4F Europe-ի նախագահ Յան Ֆիգելը հայտարարել է, որ այս գործելակերպն անընդունելի է իրավական, քաղաքական ու էթիկական առումներով և կործանարար է ողջ ազգի համար։ Եկեղեցու ինքնավարությանը պետության աննախադեպ միջամտությունը սպառնում է խաթարել Հայաստանի ազգային ինքնությունը։ Իշխանությունները երկրից դուրս գալու արգելք են կիրառել 6 եպիսկոպոսի նկատմամբ, խոչընդոտելով նրանց մասնակցությունը եպիսկոպոսական արտագնաժողովին, ինչը լայնորեն ընկալվում է որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված միջամտություն եկեղեցական կառավարման գործերին։ Կազմակերպությունը մեջբերել է զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը լուծարելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի որոշումը։ Փետրվարի 1-ից ավարտվում է 1997 թվականին հիմնադրված ծրագիրը, որի շրջանակում տասնյակ հոգևորականներ ծառայություն էին իրականացնում զորամասերում՝ զինծառայողներին հոգևոր աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Ըստ հաղորդումների, զինվորական հոգևորականները հրաժարվել են ենթարկվել իշխանությունների ճնշումներին միանալու եկեղեցական բարեփոխումների իրենց օրակարգին, որն ուղղված է ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ։ Ծրագիրը միակողմանիորեն փակվել է։ Ընդդիմությունն ու եկեղեցական ներկայացուցիչները սա բնութագրում են որպես հարված հոգևոր անվտանգությանը և ազգային ավանդույթին, նշված է հրապարակման մեջ։ Այս մտահոգիչ զարգացումների ֆոնին իրավապաշտպան խմբերը և Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ փոխնախագահ J.D. Վենսին, ով 2026-ի փետրվարին նախատեսված այցով լինելու է տարածաշրջանում, հորդորում են միջամտել իրավիճակին։ Կոչերն ուղղված են եկեղեցահալած արշավը դադարեցնելուն, կալանավորված հոգևորականների ազատ արձակմանը։ Անուշ Առաքելյան, Եկեղեցական կյանք։